Բարի երեկո, սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, այսօր դարձյալ YouTube-յան հարթակում ենք եւ բնականաբար խոսելու ենք սկանդալային այն միջադեպի մասին, որ երեք գրանցվեց խորհրդարանում։ Ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանը գրեթե մշտապես նման սկանդալային ընթացք է ստանում։ Սկզբում կարծես թե Նիկոլ Փաշինյանը հանգիստ էր, ամենայն դեպս խոսում էր թեմաներից, որոնք ինչ-որ չափով նույնիսկ բնական էին։ Օրինակ նա երեք բացառեց ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հնարավորությունը, ըստ երևույթին նա երկու խնդիր էր այդ հայտարարությամբ հետապնդում։ Առաջինը անուղղակի պատասխանում էր իմպիչմենտի գործընթացին, որը վերջին օրերին ներքաղաքական կյանքի թոփ իրադարձություններից մեկն է, մյուս կողմից փորձում էր հանգստացնել իր թիմին։ Նախ միջև բուն սկանդալին անցնելը ես մի քանի բառով ուզում եմ իմպիչմենտի գործընթացին անդրադառնալ։ Որպես կուսակցության ղեկավար, որը խիստ կարևորում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության անհապաղ հեռացումը, ես չեմ կարող դեմ լինել իմպիչմենտի գաղափարին, որտեղ մեր կուսակցությունը ես մի քանի անգամ դրա մասին հայտարարել եմ, որ սահմանադրական բոլոր մեխանիզմներով կողմ է այս իշխանության հեռացմանը։ Մյուս կողմից, եթե շատ անկեղծ լինեմ, ես իմպիչմենտը անցանցյալ թեմա եմ համարում։ Այստեղ գլխավոր խնդիրն այն է, թե փողոցում մարդ կարող են գեներացնել, թե ոչ։ Միանգամից ասեմ, որ տեսականորեն նույնիսկ հեշտ է մարդկանց հավաքելը կամ հնարավոր է, հեշտի մասին չի խոսքը, հնարավոր է փողոցում մարդ հավաքելը, եթե հաշվի առնենք Փաշինյանից առկա մեծ դժգոհությունը, բայց շատ դժվար է մարդկանց տևական շրջան փողոցում պահելը, եթե չկա քաղաքական ծրագիր, եթե չկա ընտրանքային բովանդակություն։ Ահա եթե փողոցում մարդկանց պահելու խնդիրը լուծենք, իմպիչմենտի գաղափարը իհարկե վատ չէ։ Այս հարցում է, որ ես չունեմ իմպիչմենտի գաղափարը նախաձեռնողների վստահությունը, ես այս պահին նախադրյալներ չեմ տեսնում, որ շատ ակտիվ փողոց հնարավոր է հավաքել, դա տևական շրջան պահել, որտեղ կրկնում եմ, այլընտրանքային քաղաքական բովանդակություն դերևս ստեղծված չէ։ Սա մեկ։ Երկրորդը, ես իմպիչմենտի նախաձեռնությամբ հանդես եկած իմ արգարժան կոլեգաներին, գործընկերներին, ընկերներին հորդորում եմ իմպիչմենտի գաղափարը հակադրության մեջ չդնել հերթական ընտրություններով Փաշինյանին հեռացնելու գաղափարի հետ։ Դրանք փոխ լրացնող եւ ոչ թե իրար հակադրող գործիքներ են։ Մի խոսքով, եթե կարճ ամփոփեմ իմպիչմենտի գաղափարը ինձ համար ընդունելի է, բայց դրա ռեալիզացիայի հնարավորությունները պակաս հնարավոր եմ ես համարում։ Բայց վերադառնանք Փաշինյանին, փաստորեն նա հասկացրեց, որ ընտրությունները հերթական են լինելու եւ եթե անկեղծ լինենք, ապա այս պահին ընթացող զարգացումները հենց այդ սցենարն էլ ամենահավանականն են դարձնում։ Հետո աստիճանաբար Փաշինյանը սկսեց գրգռվել, կորցնել հավասարակշռությունը, մասնավորապես էլի 3 նախագահներին կանչեց բանավեճի, գիտեք, սա արդեն բնավորության, անհավասարակշիռ բնավորության գիծ է, որովհետև քանիցս 3 նախագահները տարբեր տեքստերով, բայց ըստ էության նույն բանն են հայտարարել, որ ազգակործան պատուհասի հետ բանավիճելու ոչինչ չունեն, մանավանդ Արցախի կործանումից հետո։ Այսինքն չկա բանավեճի բուն օբյեկտը, եթե չկա օբյեկտը, հասկանալի չի ինչի շուրջ են բանավիճելու։ Եվ ակնհայտ է, որ Արցախը կործանել է Նիկոլ Փաշինյանը։ Էլի մի աքսիոմատիկ ճշմարտություն է, որի շուրջ առանձնապես բանավիճելու բան չկա։ Բայց Փաշինյանին անդադ պետք է այս թեման գեներացնել, ցույց տալու համար, որ ինքը շատ հզոր տղա է, իրանից վախենում են, չեն գալիս բանավիճելու, ու նա վստահ է, որ այդ բանավեճ իրավերը չի էլ ընդունվելու, որտեղ կրկնում եմ, ինքը ոչ մեկ է, որպեսզի 3 նախագահները իրենց բարդությունից իջնեն եւ գան իր հետ բանավիճելու։
Բայց հիմնական սկանդալը ծավալվեց, երբ ի պատիվ ասեմ պատգամավոր Աննա Գրիգորյանի հերթական անգամ նա կոռուպցիայի մասին շատ թիրախային հարց տվեց Ստեղ Նիկոլ Փաշինյանի նյարդերը ընդհանրապես բանականությունը տեղի տվեցին, նրա մոտ ներքին երկրաշարժ տեղի ունեցավ, էլի նա գժականի իրեն հայտնի ժանրին տրվեց եւ սկսեց այսպես ափերից դուրս գալ։ Շատերը թերևս հարց են տալիս, թե ինչու Փաշինյանը նման ձևով ափերից դուրս եկավ։ Ուրեմն ես շատ պարզ ասեմ, սիրելի ժողովուրդ, 3 թեմա կա, որ նա պատրաստում է որպես ապրանք առաջիկա ընտրություններում վաճառել ժողովրդին։ Այսօր իմ ընկեր Նարեկ Գալստյանն էլ շատ ճիշտ է նկատել, ես ուզում եմ զարգացնել այս թեման։ Թեմաներից առաջինը կոռուպցիա եւ թալանի թեման է։ Նիկոլ Փաշինյանը իր ճղճղան ձայնով պատրաստվում է հերթական ընտրաշարժում, չգիտեմ էլի այն չագուչը ձեռքին կլինի, թե հիմա այլ բան կհորինի այդ թալանի թեմայով խոսալ, թալանի վերադարձի իրան ներկայացնել Ռոբին Հուդի կարգավիճակում, նախկին նախագահներին թալանչու կարգավիճակում, այս թեման իր համար շատ հրապուրիչ է։ Եվ ահա մի պատգամավոր փաստերով ասում է դու պակաս թալանչի չես, քո շրջապատը թալանի ու ուրեմն կոռուպցիայի մեջ թաթախված է, բնականաբար Փաշինյանը պետք է ուրեմն ունից դուրս գա։ Երկրորդ ապրանքը, որ պատրաստվում է Նիկոլ Փաշինյանը վաճառել մեր խեղճ ժողովրդի վրա, դա այսպես կոչված խաղաղության թեման է։ Նիկոլ Փաշինյանը դրա համար է կաշվից դուրս գալի, իրեն պատեպատ տալիս, որպեսզի այդ խաղաղության թուղթը, որ ամենևին էլ խաղաղություն չի ապահովելու ստանա, որպեսզի այդ թղթի կտորը ձեռքին խելագարի պես վազվզի երկրի տարբեր անկյուններ եւ ասի տեսեք ես ձեզ խաղաղություն եմ բերել։ Հիմա եթե դիմությունը կարողանա փաստարկված ներկայացնել, ինչպես օրինակ ես եմ անում, Լևոն Զուրաբյանն անում, Էդմոն Մանուկյանն էլի կան գործիչներ, փաստարկված եթե կարողանան դիմությունը ներկայացնել, որ Նիկոլ Փաշինյանը իրականում պատերազմի հետձիգ է, ոչ թե խաղաղություն բերող, էլի Փաշինյանը հայտնվելու է այդպես գժական իր ժանրի մեջ։ Էլի կորցնելու է տիրապետումը, էլի բոլորին սպառնա, որ հեսա ԿԳԲ-ի պատվարներն է լցնելու ի դեպ այդ հայտարարությամբ հանցագործություն արել Նիկոլ Փաշինյանը եւ իր մեղքերի թիվը մեկով էլ ավելացրել, բայց հիմա այս դրա մասին չեմ խոսի։ Անդիմությունը փաստարկված ու սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ դուք հստակ հասկանաք։ Այո, 44 օրյա պատերազմի հրձիքի դերում եղել է Նիկոլ Փաշինյանը։ Սա չի նշանակում, որ Ադրբեջանը չի սկսել պատերազմը։ Ադրբեջանն է սկսել պատերազմը։ Ադրբեջանը միշտ էլ ագրեսիվ օրակարգ է ունեցել։ Բայց Ադրբեջանի նախագահի ագրեսիվ օրակարգը լեգիտիմացրել է Նիկոլ Փաշինյանը իր նախապատերազմյան արկածախնդիր քաղաքականությամբ։ Հիշեցնեմ, թե կհիշեք դուք փաստերը։ Նա 2019-ին մերժել է իր սեղանին դրված կոնկրետ կարգավորման պլան։ Ոչ միայն մերժել է, հրաժարվել է դրա շուրջ ընդհանրապես բանակցել։ Սա մեկ։ Երկրորդը, հիշում եք Մյունխենում նստեց, գրեց, խզբզեց եւ իլուր աշխարհի հայտարարեց, որ Մյունխենյան սկզբունքներ այլևս գոյություն ունեն։ Խայտարակ այդ փաստաթուղթը, որ չգիտեմ որտեղից երկնել էր այդ մարդու հիվանդ գլխում, սա ինչ է նշանակում, ձեռնոցն է դել ոչ միայն Ադրբեջանին, այլ բոլոր միջնորդներին։ Հետո Արցախը Հայաստան է եւ վերջ, հետո Սերբի դաշնագրի 100-րդ տարեդարձի ֆետիշացումը եւ այսպես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել։ Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը այդ կզած Ալիևի ու Էրդողանի բոլոր պահանջները կատարող Նիկոլ Փաշինյանը իրականում անկայունության, էսկալացիայի խորհրդանիշ եւ ոչ թե հակառակը։ Երբ որ նա երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու կուրսի մեջ է եւ տոքսիկ բաղադրիչը մեծացնում է հայ-ռուսական հարաբերություններում, իրականում նա նոր պատերազմ է բերում կամ նոր պատերազմի վտանգ է ստեղծում։
Բայց այս ինչի մասին ես խոսեցի, ընդդիմությունը պարտավոր է կոնցեպտուալ ձևով ներկայացնել։ Ցավոք սրտի խորհրդանական ընդդիմությունը այդտեղ չի կարող ռացիոնալ դերակատարություն ունենալ։ Եվ վերջապես հասարակությանը Նիկոլ Փաշինյանը վաճառելու է նաև այսպես կոչված դեպի Եվրոպա տանող ճանապարհը։ Սա էլ է բլեֆ։ Այստեղ էլ մենք չպետք է վախենանք ճշմարտություններ ասելու։ Չպետք է վախենանք նրանից, որ մեր հասարակության մեծ մասին Փաշինյանն ու նրա պսևդո արևմտամետ սատելիտները վարակել են հակառուսականությամբ։ Մեզ Եվրոպայում որևէ մեկը չի սպասում։ Այդ նախաձեռնությունը, որ այդ եւ պսևդո Եվրոպամետ արևմտամետ ուժերը բերել են խորհրդարան, իրենց ապագա խորհրդարանին մոտեցնելու բանաձևա, ոչ թե Հայաստանի Եվրամիությանը մոտեցնելու։ Այդ մարդիկ արկածախնդրությամբ լուծում են ներքաղաքական հարցեր եւ դա անում են Նիկոլ Փաշինյանի պատվերով ու գլխավորությամբ։ Եվ վերջապես մասիվի դեպքերի մասին խոսելիս ես ասացի, այդ մարդիկ ընդհանրապես արևմտյան արժե համակարգ չունեն։ Սովորական խուժան են տեղավորված Փաշինյանի գրպանում։ Այ երեք ուղղություններով Փաշինյանը վախենում է, որ առաջիկա ընտրություններում ստանալու է փաստարկված ընդդիմախոսություն։ Հետ սա է նրան գցում այդ ցնցումների մեջ, նա կորցնում է adekvatությունը, կորցնում է բանականությունը։ Իդեպ Նիկոլ Փաշինյանի այս ներվային վիճակը փոխանցում է նաև իր թիմակիցներին։ Օրինակ, երբ որ անցած 3 օրերի ընթացքում 30 անգամ Ալեն Սիմոնյանը տարբեր առիթներով ասում է, որ մենք 50% գումարած ենք ստանալու առաջիկա ընտրություններում, չկարծեք, թե նա այնքան կորցրել է adekvatությունը, որ չի հասկանում, որ Պլիդուսի չափ ընկած է իրենց վարկանիշը եւ իրենք որևէ պարագայում 50% գումարած չեն կարող ստանալ։ Ալենը մյուսները դա շատ լավ հասկանում են, բայց փորձում են կոտրել են հոգեբանական մանտրաշը, որ ԿՊ-ի եւ նրա համակիրների շրջանում առաջացրել օրինակ Գյումրիի ընտրությունների արդյունքները։ Մենք շատ լավ գիտենք, որ Գյումրիի ընտրությունները ինչքան էլ որ դա չի կարող էտալոն հանդիսանալ կամ օրինակելի մոդել լինել ամբողջ հանրապետության համար, գոնե մի բանի հարցում ցուցիչ է այն հարցում, որ ԿՊ-ն այլևս 50% գումարած մեկ չունի։ Մեկ եւ երկրորդը անպատիվ մենության մեջ է հայտնվում։ Այսինքն որ համայնքում էլ ավական ընտրություն անցկացվի կամ համապետական ընտրությունների ժամանակ խորհրդարանում ԿՊ-ն ոչ միայն 50% գումարած մեկ չի հավաքելու, այլ երկրորդ ավելի սարսափելի վտանգի առաջ է կանգնած։ Խորհրդարան անցած որևէ ուժ անպատվաբեր է համարելու ԿՊ-ի հետ համագործակցությունը։ Հետևաբար ԿՊ-ն դատապարտվելու է պարտվել որևէ օրինական ընտրության պարագայում։ Եվ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ընդամենը թիմին կոնսոլիդացնելու եւ ապագա ընտրություններում հնարավոր կեղծարարության համար հիմքեր ստեղծելու նպատակ ունեն։ Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ բոլորս հստակ հասկանանք, որ եթե մեզ հաջողվի միջև հաջորդ խորհրդարանական ընտրությունները ձևավորել քաղաքական այլընտրանք բովանդակության առումով, ինստիտուցիոնալ հարթության վրա, Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու որևէ շանս չի ունենա։ Մենք չպետք է թույլ տանք, որ Նիկոլ Փաշինյանը այս անգամ եւս փորձի կրկնել 2021-ի սցենարը։ 2021-ի մոդելը շատ վատն է։ Դա նշանակում է ժողովուրդը ընտրություն է կատարելու երկու չարիքների միջև ընտրելով չարյաց փոքրագույնը։ Այդպես նա կարողացավ հաղթել, որովհետև 21-ին իր այլ ընտրանքը Ռոբերտ Քոչարյանն էր, հիմա էլ փորձում է նույն հնարքը կիրառել։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ներկա նախկինը գուցե այս անգամ Թարս խիարի պես բուսնի Նիկոլ Փաշինյանի համար, որտեղ օրինակ չարյաց փոքրագույն ժողովուրդը համարի ոչ թե նրան, այլ Քոչարյանին։ Մենք ընդհանրապես պետք է 2021-ի մոդելը փոխենք։ Իրական այլընտրանքային բովանդակություն մատուցենք մեր հասարակությանը եւ նրան դուրս անենք մի ճահիճից, որ կոչվում է ներկա նախկին կամ սև սպիտակ։
Դրա հնարավորությունները կան, մենք դերևս մի տարի ժամանակ ունենք, հիմա ակտիվ նաև մեր կուսակցության մասնակցությամբ կոնսուլտացիաներ են ընթանում, առաջիկա եթերներում ես կսկսեմ դրանց մասին պատմել, չտրվեք Նիկոլ Փաշինյանի գժական ժանրին, լավ ուրիշ չի, որ նա պարբերաբար իրեն գիժ է ձևացնում կամ գիժ է խաղում, այս իշխանությունը 7 գլխանի վիշապ չի, նրա հարցերը թերևս կարելի է շատ արագ լուծել, եթե ունենանք լավ հարթակ, ռեալիստական ծրագիր և արդյունավետ ճանապարհային քարտեզ։ Այդ ուղղությամբ ես, որպես կուսակցության ղեկավար ու քաղաքական գործիչ ակտիվ աշխատում եմ մեր գործընկերների հետ։ Այսօր թերևս սահմանափակվենք այսքանով, վերջում ես կոչ եմ անում բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, Telegram-յան ալիքին, ինչպես նաև ակտիվ մասնակցել Facebook-ի իմ էջում ծավալվող քննարկումներին։ Ի շնորհ հանդիպում։